Ողջույն մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, եթերում մենք կարող ենք երիտասարդական մեդիա նախագիծն է, իսկ հաղորդումն այսօր ձեզ համար կվարենք ես, Աննան եւ իմ գործընկեր Կարենը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Մեր թիմն այս մի քանի ամիսների ընթացքում շատ մեծ աշխատանք է կատարել, եւ մենք ցանկանում ենք կիսվել ձեզ հետ մեր բացահայտումներով, տպավորություններով եւ իհարկե տեսանյութերով։ Եվ ես հուսով եմ, որ մեր անոնսները դիտելուց անմիջապես հետո ձեզ մոտ ցանկություն է առաջացել դիտելու մեր հաղորդաշարի անդրանիկ թողարկումը։ Հենց հիմա այս պահին մեկնարկում է «Մենք կարող ենք» երիտասարդական նախագիծը, որն իրականացնում է երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը Նորվեգիայի թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Մեր ծրագրի անցած ճանապարհի եւ կազմակերպիչների մասին պատմում են ունեն իր տեսանյութում։ Մենք կարող ենք երիտասարդական մեդիա ծրագրի գաղափարը ծնվել է կազմակերպության ծավալած գործունեության ընթացքում։ Մարզաբնակ երիտասարդների հետ շփման արդյունքում ակնհայտ է դարձել, որ վերջիններս ունեն իրազեկվածության պակասի կամ առհասարակ բացակայության խնդիր, ինչպես նաև պասիվ են հասարակական նշանակության որոշումների կայացման գործընթացում։ Եվ վերջին շրջանում անդադ խոսում ենք պետական երիտասարդական քաղաքականության մասին, սակայն հենց երիտասարդները բացարձակ տեղեկություն չունեն ինչ ասել է պետական երիտասարդական քաղաքականություն եւ չեն մասնակցում իրենց մարզում առկա երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը։ Ծրագրի նպատակն է հաղորդաշարի միջոցով լուսաբանել Հայաստանի մարզերում առկա երիտասարդական հիմնախնդիրները եւ պարզելու, թե ինչպիսի քայլեր են իրականացվում առկա հիմնախնդիրների լուծման համար։ Հաղորդման մեկնարկից շուրջ 2 ամիս առաջ առցանց տարածվել է հայտարարություն ծրագրի մասին, որին կարող էին դիմել Շիրակի մարզում բնակվող 16-ից 30 տարեկան երիտասարդները։ Ըստ լրացրած դիմում հայտերի եւ հարցազրույցի դիմորդներից ընտրվել են 7-ը, ովքեր ներգրավվել են ծրագրի մեջ։ Մեր ընտրված երիտասարդները հաղորդաշարեր են պատրաստելու, սակայն վերջիններս պրոֆեսիոնալ լրագրողներ չեն։ Երիտասարդներ, որոնք մասամբ կապ ունեն լրագրության հետ, կամ երիտասարդներ, որոնք առհասարակ կապ չունեն, բայց շատ մեծ ցանկություն ունեն այս ոլորտում որոշակի փորձ ձեռք բերելու համար։ Ծրագրի մասնակիցները շուրջ 1 ամիս շարունակ մասնակցել են լրագրողական հմտություններ թեմայով դասընթացին, կարճ ժամանակահատվածում փորձելով հնարավորինս տիրապետել լրագրողական հմտություններին։ Մի քանի վարժանքներից նկատեցի, որ լավ ընդունակ են, պարզապես պիտի ցանկություն ունենան խորանալ շարունակել։ Աչքապած են, աչալուրջ են, նաև շատ զբաղված են։ Դասընթացների ընթացքում նախագծի մասնակիցները ուսումնասիրել են ինչպես լրագրությանն առնչվող լեզվաբանական եւ շարահյուսական, այնպես էլ զուտ մասնագիտական թեմաներ։ Տեսական եւ գործնական հանձնարարությունների միջոցով ծանոթացել հաղորդավարական եւ լրագրողական հմտություններին։ Իրենք կարող են ազատորեն գրել այն, ինչ կկամենան։ Թող որ ընդիր հայերենով չլինի դա, թող որ լրագրության մասնագիտական կանոնների մեջ ոչ մի կերպ կամ ավանդական կանոնների մեջ ոչ մի կերպ չտեղավորվի, սարսափելի չէ, կարևորը որ իրենց հոգում արտնացած մտքերը կարողանան տարածել, հասցնել մարդկանց։ Մենք կարող ենք մեդիա ծրագրի շրջանակներում մասնակիցները ծրագրի աշխատակազմի հետ համատեղ առաջիկա ամիսներին այցեր են կատարելու Հայաստանի 10 մարզեր եւ յուրաքանչյուր մարզի նվիրված հաղորդում են պատրաստելու, անդրադառնալով համապատասխան մարզում առկա երիտասարդական հիմնախնդիրներին, ինչպես նաեւ տեղական մակարդակում իրականացվող պետական երիտասարդական քաղաքականությանը։ Հաղորդաշարի շրջանակներում ներկայացվելու է 3 տեսանյութ։ Առաջին ռեպորտաժում անդրադառնալու ենք համապատասխան մարզում երիտասարդական հիմնախնդրին եւ թե ինչպիսի քայլեր են իրականացում այդ հիմնախնդիրները լուծելու համար եւ միաժամանակ ինչպես է իրականացում տեղական մակարդակում երիտասարդական պետական քաղաքականությունը։ Երկրորդ ռեպորտաժում անդրադառնալու ենք մարզում առկա գործող երիտասարդական խմբի կամ կառույցի գործունեությանը եւ թե ինչպիսի փոփոխություններ են կատարում վերջիններս իրենց գործունեությամբ։ Եվ երրորդ ռեպորտաժում անդրադառնալու ենք Հայաստանում տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից տեղական եւ միջազգային այն հնարավորություններին, որ ընձեռվում է հայ երիտասարդներին։ Ըստ էության սա երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության երկրորդ մեդիա ծրագիրն է։ 2012 թվականին իրականացված մեդիա ծրագիրը, որը հեռարձակվել է նաև տեղական հեռուստաալիքով, առնչվում էր կամավորական աշխատանքին եւ կամավորության մասին տեղեկատվության տարածմանը։ Նմանատիպ ծրագրերն ըստ մասնագետների եւ երիտասարդների շատ կարեւոր են մարզերում, ինչպես երիտասարդների ակտիվության բարձրացման, այնպես էլ երիտասարդական հիմնախնդիրների լուսաբանման տեսանկյունից։ Կրկին մենք ենք եթերում, իսկ դա նշանակում է, որ եթերում մենք կարող ենք մեդիա նախագծի առաջին հաղորդումն է, որն իրականացնում է Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը Նորվեգիայի թագավորության դեսպանատան աջակցությամբ։
Ինչպես արդեն նշվեց, մենք կարող ենք մեդիա նախագիծը միտված է բացահայտելու մարզերում առկա երիտասարդական հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Մեր նկարահանող խմբերը առաջիկա ամիսների ընթացքում կայցելեն Հայաստանի Հանրապետության մարզեր, կպատրաստեն հաղորդումներ, որոնց միջոցով մեզ կիրազեկեն մարզաբնակ երիտասարդների հիմնախնդիրների մասին։ Ուզում եմ տեղեկացնել, որ մենք արդեն առաջին այցելությունն ենք կատարել մարզեր։ Մեր նկարահանող խումբը վերադարձել է Տավուշի մարզից հետաքրքիր տեսանյութով։ Ինչպիսի հիմնախնդիրներ ունեն սահմանամերձ մարզի երիտասարդները, արդյոք լուծումներ գտնում են նրանց ուզող հարցերը, եւ թե ինչի կարիք ունեն Տավուշի երիտասարդները, կպատմեն մեր գործընկերները։ Սա Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղն է, մարզի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Մարզի ակտիվ երիտասարդները հիմնականում այս բույ ուսանողներն են։ Տավուշի մարզը ելնելով իր ռազմաաշխարհագրական դիրքից ունի իր առանձնահատկությունները, ու թե ինչ հիմնախնդիրներ ունի տեղի երիտասարդը, եկեք ճշտենք միասին։ Ինչ հիմնախնդիրներ ունեն Տավուշի մարզի երիտասարդները։ Տավուշի մարզը լինելով սահմանամերձ գոտում, իհարկե իր երիտասարդությունը շատ հիմնախնդիրներ ունի, որոնցից մեկը նշեմ ժամանցային խնդիրն է։ Կինոթատրոն չկա, ինչ որ ակումբ չկա։ Հիմնականում զբաղվելու բան չկա, ստեղ մենակ կարես սովորես։ Երիտասարդության համար չկան բավականին պայմաններ, որպեսզի ժամանցի վայրեր գրեթե ոչ թե գրեթե այլ ընդհանրապես չկան։ Ուսանողը երևի ավելի շատ ուշադրության պակաս ունի, խնդիր չկա, ինձ թվում է։ Գործազրկություն եւ ժամանցային վայրերի բացակայություն։ Ըստ Տավուշի մարզի երիտասարդների սրանք են առավել հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Պետական համապատասխան մարմինների ներկայացուցիչները գտնում են, որ իրականում գործազրկությունն ու ժամանցի վայրերի բացակայությունը առաջնային խնդիրներ չեն։ Առավել կարևոր է հասարակության, այդ թվում նաեւ երիտասարդության մտածելակերպի փոփոխությունը։ Որքան էլ գնահատելի է մեր մեջ ավանդականի պահպանումը, սակայն պիտի կարողանալ նաեւ ժամանակի պահանջներին համապատասխան քայլել։ Ըստ Տավուշի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի, երիտասարդների խնդիրների առկայությունը կախված է դրանք լուծելու վերջիններիս ցանկությունից։ Երևի թե անելիք կա երիտասարդության շրջանում այն առումով, որ մտածողությունը մի քիչ փոխվի, ավելի ժամանակակից դառնա, կյանքը ինքը շատ արագ առաջ է գնում, իսկ հատկապես երիտասարդությունը իրավունք չունի մտածել տան մտածողությամբ կամ տարիներ առաջ ձևավորված մտածողությամբ։ Ստացվում է փակուղի։ Մի կողմից պետական մարմիններն են մեղադրում երիտասարդներին իրենց իսկ խնդիրների համար, մյուս կողմից էլ վերջիններս ակնկալում են նույն խնդիրների լուծումը տվյալ կառույցներից։ Չփնտրելով մեղավորներ նշենք, որ երիտասարդներն իրենց ուզող հարցերով պարբերաբար դիմել են տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան բաժիններին։ Դրանից սակայն խնդիրները լուծում գրեթե չեն ստացել։ Այս հարցում իրենց հստակ դիրքորոշումն ունեն երկու կողմերն էլ։ Հա, մի քանի անգամ, եթե չեմ սխալվում, կոնկրետ ես չէ, դիմել են քաղաքապետարանին, նույնիսկ մի անգամ կինոթատրոն բացվեց բան, հետո նորից փակվեց։ Շատ ենք դիմել մարզպետարանին, քաղաքապետարանին, բայց նորմալ քայլեր չեն կատարվել։ Հիմա սպասում ենք պետք է մարզադաշտի կառուցմանը, խոսք են տվել մարզպետարանից, մոտակա 2 ամսվա մեջ սկսվի աշխատանքները։ Ուսանողական ծրագրային թիմով ծրագրեր են գրում, այդ ժամանակ նույնպես գործ ենք ունենում պետական մարմինների հետ եւ այդ հարցով ենք դիմել։ Ճիշտն ասած, չենք դիմել, քանի որ ես միայնակ չեմ կարող, իսկ ովքեր մի քանի հոգի կարող է տենց դիմել, բայց հաստատ գիտենք, որ աջակցություն չլինի ոչ մի տիպի։ Եթե աշխատանք ես փնտրում եւ լրջորեն տրամադրված ես, եթե դու քաղաքում ուզում ես 4-5-6 ժամով մի կերպ կպից լնել, ես միանգամից քեզ առաջարկում եմ հեռավոր գյուղում դրույթից ավելի։ Իսկապես ցանկացող գնում եւ աշխատում է։ Առաջին հայացքից ամեն ինչ շատ պարզ է։ Ենթադրվում է, որ կգտնվեն նրանք, ովքեր ցանկություն կունենան աշխատելու ինչ-որ հեռավոր գյուղում։ Սակայն հասկանալի է, որ դրանով լիարժեք լուծում չի ստանում ինչպես երիտասարդների զբաղվածության, այնպես էլ տվյալ գյուղերում թափուր աշխատատեղերի խնդիրը։ Սա ըստ միջհամասարանական կրթության եւ մասնագիտական կողմնորոշման բաժնի վարիչ Վահագն Չոբանյանի ունի իր քաղաքական բացատրությունը։ Պետությունը այնքան էլ մեղք չունի, ինչքան որ մեղքը ավելի շատ գալիս է մեր հարևաններից։ Մեր հարևանները ճակերտներում ապահովում են էլի ճակերտներում մեր հանգիստը եւ դրանով իսկ հանդերձ
խնդիրներ ստեղծում։ Ինչպես արդեն նշեցինք, ուսանողներն այս մարզում համարվում են երիտասարդության ամենաակտիվ խումբը, ովքեր այս կամ այն չափով մասնակից են տարբեր միջոցառումների։ Թվում է, թե բարձրագույն կրթություն ստանալը պիտի աշխատանք ունենալու որոշակի երաշխիք հանդիսանար։ Եթե հավատանք բոյերի ներկայացուցիչներին, շրջանավարտների գրեթե կեսը ունենում են աշխատանք, սակայն նույն հարցին այլ կարծիքի են պետական համապատասխան մարմինների ներկայացուցիչները։ Մասնագիտական կողմնորոշման խնդիր ավագ դպրոցներում դեռևս կա եւ եթե մենք կողքից նայում ենք, թե որտեղ են դիմում մեր շրջանավարտները, դժվար չէ գլխի ընկնել, որ դատապարտված են այն գլխից գործազրկության։ Միջին չափի կանգնած է, այնպես չի, որ մենք հիմա ասենք մեր երիտասարդները ամբողջությամբ համալսարան ավարտելուց հետո, մեր մասնաճյուղ ավարտելուց հետո անգործության մատնված պարապ սարապեն, դա ճիշտ չի լինի, բայց չեմ էլ կարող բնականաբար ասել, որ միանգամից բոլոր երիտասարդները ավարտելուց հետո աշխատանքով ապահովված են։ Նշված այսպես կոչված բանավեճին չի մասնակցում, սակայն ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագիտությունների ընտրության հարցում իր զգալի դերն ունի Դիլիջանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Այն յուրատեսակ կրթական կենտրոն է 12-ից 18 տարեկան բոլոր պատանիների համար, ովքեր մեծ հետաքրքրություն ունեն արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների։ Թումոն պատանիների համար ստեղծել է ուսուցողական վարժանքներ, որոնք սովորեցնում են զանազան համակարգչային ծրագրեր, ինչպես նաև նոր ստեղծագործական մտածելակերպ, որն անհրաժեշտ է իրենց ընտրած հետագա ուղին կերտելու համար։ Հիմնական ուղղությունները 4-ն են՝ digital media, անիմացիա, խաղերի ծրագրավորում և վեբ ծրագրավորում։ Բացի դրանից կա խառը վարժանքներ, որոնց միջոցով երեխաները այդ վարժանքները կատարելով կարողանում են ավելի շատ կողմնորոշվել իրանք, թե ինչ մասնագետ կարան դառնալ։ Տավուշի մարզի շատ քիչ համայնքներում է նկատվում երիտասարդների ակտիվություն։ Զգալի թվով գյուղական համայնքներում երիտասարդները դուրս են հանրային գործընթացներից, միջոցառումներից և ծրագրերից։ Տեղյակ չեն պետական երիտասարդական քաղաքականությանը, համապատասխան կազմակերպությունների գործունեությանը։ Մի շարք համայնքներ էլ մեկուսացված են։ Այս պարագայում շատ բան կախված է հենց իրենից, երիտասարդից։ Դավիթ Ասիլբեկյանը, ով արդեն մի քանի տարի է ինչ ներգրավված է երիտասարդական պետական քաղաքականության մեջ ու մինչ օրս մասնակցել է ինչպես տեղի, այնպես էլ միջազգային երիտասարդական ծրագրերի, վստահեցնում է, նման ծրագրերը շատ են նպաստում անհատի ձևավորմանը և ընդլայնում աշխարհայացքը։ Ես սկսեցի կամավորության Կարմիր խաչի համար և Կարմիր խաչը հնարավորություն տվեց ծանոթանալ շատ հետաքրքիր լավ մարդկանց հետ ու ընդհանրապես ես կարող եմ ասեմ, որ իմ ինչի ես հասել եմ, ես հասել եմ կամավորության միջոցով։ Երիտասարդների մոտ կամավորություն բառը փոքրինչ շփոթություն է առաջացնում։ Առանձնապես տեղյակ չլինելով կամավորական աշխատանքի բնույթին, շատերը խուսափում են այդ բառից անգամ։ Իրականում կամավորությունը երիտասարդին տալիս է ինչպես ժամանցի ճիշտ և արդյունավետ կազմակերպման, այնպես էլ մշակույթների և անձանց հետ շփվելու հնարավորություն։ Մնում է միայն տեղեկացվածության խնդիրը, ինչի պակասն ակնհայտ է հեռավոր մարզերում։ Հաճախ երիտասարդը ցանկանում է մասնակցել հանրային գործընթացներին, սակայն չգիտի ինչից և ինչպես սկսել։ Երիտասարդական հիմնախնդիրների լուծման հարցում անհրաժեշտ է բոլոր հնարավոր կողմերի և սոցիալական օղակների համատեղ աշխատանքը և պատասխանատվությունը, իսկ մինչ այդ խնդրի բոլոր կողմերը շարունակելու են մեղավորներ փնտրել։ Մենք հավատում ենք, որ երիտասարդներն ակտիվ են, ստեղծագործ, կողմ են փոփոխությունների և փոքր-ինչ աջակցություն ստանալու դեպքում կարող են նշանակալի ազդեցություն ունենալ համայնքներում առկա բազմաթիվ խնդիրների լուծման հարցում։ Այս ներուժն օգտագործելու համար Counterpart International-ը աջակցում է 41 մեքենաների, համայնքային երիտասարդական նախաձեռնող ակումբների, Հայաստանի ամբողջ տարածքում խրախուսելով 15-ից 30 տարեկան երիտասարդներին դառնալ իրենց համայնքներում առաջնորդներ։ Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը նույնպես իր զգալի ներդրումն է ունեցել համայնքներում ակտիվության բարձրացման գործում։ Այս կազմակերպության թիրախային խումբ են հանդիսանում Հայաստանի հյուսիսային Լոռի, Տավուշ և Շիրակի մարզերի 13-ից 30 տարեկան գյուղաբնակ երիտասարդները։ Կազմակերպությունն իր գործունեության ողջ ընթացքում իրականացրել է կրթական, քաղաքացիական և երիտասարդական մի շարք ծրագրեր։ Տավուշի մարզում գործող այս երկու կազմակերպությունների մասին է մեր հաջորդ տեսանյութը։ Դիտենք։ Տավուշի մարզն իր հիմնախնդիրներով գրեթե չի տարբերվում Հայաստանի մյուս մարզերից։ Այս կարծիքին են ինչպես մարզի պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները։ Եթե խնդիրների բնույթով կան նմանություններ, ապա դրանց լուծման հարցում
պատկերն այլ է։ Օրինակ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտել են հասարակական խնդիրների լուծման ինքնատիպ եղանակ։ Այս հարցում հասարակական կազմակերպությունը օրինակ հանդիսանում է հարթակ քաղաքապետարան քաղաքացի երկխոսության համար։ Մենք տեղադրում էինք աղբամաններ եւ նստարաններ, համենք տեսա, որ մենք ինչ-որ նման աշխատանքներ են անում, դիմեցին մեզ, Բաքում չկար խաղահրապարակ, մենք դիմեցինք քաղաքապետարան, դիմումը գրեցինք, թաղամասի բնակիչներ ստորագրահավաքը վերցրեցինք, ներկայացրեցինք քաղաքապետարան, քաղաքապետարանը 2 շաբաթում համայնքին թաղամասին տրամադրեց իր խաղահրապարակը։ Դիլիջանում գործող հենան կազմակերպությունը ինքնատիպ կամուրջ է հանդիսանում քաղաքացիների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջև։ Ցանկացած խնդրով, որն անհանգստացնում է քաղաքացիներին, վերջիններս դիմում են կազմակերպությանը։ Հարց է առաջանում. եթե ցանկացած քաղաքացի իրավասու է անձամբ այս կամ այն խնդրով դիմելու համապատասխան կառույցին, ինչու է դիմում այսպես կոչված միջնորդի օգնությանը։ Բացվում է այս հարցին էլ կատարումաբանական պատասխան։ Դա ամեն ինչին լինում է ոնց որ ներկայացնելու կամ չգիտեմ ասելու ձև։ Եթե իրանք գնում են որպես հրամայողի կարգով։ Ծրագրերը տարբեր են, սկսած ուսումնականից մինչև հասարակական փոքր խնդիրների լուծում։ Հենայի համակարգող Մելինե Արաքելյանը նշում է, որ ծրագրեր ունեն, որտեղ խրախուսվում է երիտասարդների մասնակցությունը, սակայն այստեղ էլ առաջ է գալիս մեկ այլ խնդիր՝ կարծրատիպերը եւ մտածելակերպի առանձնահատկությունները։ Երիտասարդները հաճախ խուսափում են հասարակական աշխատանք կատարելուց։ Ինձ թվում է այդ մենտալիտետը հայկական որտա կա իրանց մեջ, որ կողքից էս կասեն, կողքից են կասեն, թե փողոց մաքրեն, ոնց կլինի մեր ընկերները, ոնց կնային։ Երիտասարդների պասիվությունից ու անտարբերությունից դժգոհ է նաև Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն հասարակական կազմակերպության համակարգող Արթուր Ղազարյանը։ Ըստ նրա, սակայն երիտասարդների ամենամեծ խնդիրը ավելի խորքային է, քան պարզապես պասիվություն։ Հայաստանի որտեղ գնում եք, հիմնախնդիր, երբ որ ասում եք որն է ձեր հիմնախնդիրը, բոլորը ասում են ժամանց։ Ժամանցի խնդիր, բայց չգիտեք այդ ժամանցը որն է, ես չեմ հասկանում։ Այդ ժամանցը ամեն մարդու համար մի ձևով է դրսևոր։ Իրանց հիմնախնդիրը այնա, որ մարդիկ չունեն նպատակ։ Նպատակային ինչ-որ զարգացում կամ չգիտեմ ոնց ասեմ, չունեն ինչ-որ աստիճանային նպատակներ, որ հերթով պիտի հասնեն դրան իրար։ Ի տարբերություն Հենայի, որը կենտրոնացած է տեղի հիմնախնդիրների վրա, այս կենտրոնը կամուրջ է հանդիսացել շուրջ 200 երիտասարդների համար, որոնք մասնակցել են միջազգային ծրագրերի։ Նպատակն է ընդլայնել երիտասարդների մտահորիզոնը, ստեղծելով համապատասխան պայմաններ։ Կարելի է առանձնացնել անցյալ տարի իրականացված երիտասարդների ձեռներեցության ծրագիրը։ Նմանատիպ ծրագրերը մեծ նշանակություն ունեն տարածաշրջանում туриզմի զարգացման համար։ Սա նաև փոքր բիզնեսի ստեղծման կրթական ծրագիր կարելի է անվանել։ Մենք փորձում էինք տեղի երիտասարդներին մեր միջազգային հյուրերի, դրսի հյուրերի միջոցով ուրեմն սովորացնել, թե ինչ կարգի ազգային արհեստներ ու ձեռքի աշխատանքներ կարելի է անել, որպեսզի երիտասարդները, ովքեր ապրում են մարզերում, օգտվելով եւ կիրառելով իրենց տեղի արհեստները, փորձեն ինչ-որ փոքրիկ ձեռներեցությամբ զբաղվել, փոքրիկ բիզնես դնել, տեղական տիպիկ սուվենիրներ սկսեն պատրաստել եւ վաճառել։ Ծրագրի մասնակցող 4 հայ մասնակիցներից մեկը մինչև օրս շարունակում է իր գործը։ Սա արդեն կարելի է ձեռքբերում համարել։ Երիտասարդը, որը աշխատում է իր արհեստանոցում, կավագործությամբ է զբաղվում, քաղաքի կենտրոնում աշխատում է եւ ամենօրյա Դիլիջան այցելող գրեթե բոլոր այցելուները, տուրիստները ուզած թե չուզած անցնում են այդ մասով եւ նրանք ունեն հնարավորություն թե ինքներս պատրաստելու կավագործությամբ զբաղվելու կավից իրեր պատրաստելու թե զուտ դիտելու այդ process-ը, ինչպես նաեւ գնել եւ իրենց հետ տանել ինչ-որ իրեր։ Թեև երիտասարդության շրջանում տարաբնույն ծրագրերի իրականացման իր առյուծի բաժինը պիտի ունենային պետական համապատասխան մարմինները, սակայն գաղտնիք չէ, որ այս կամ այն համայնքում որոշակի հասարակական ակտիվությունը հիմնականում հասարակական կազմակերպությունների ձեռքի գործն է։ Սա չեն բացառում նաև պետական կառույցների ներկայացուցիչները, չմոռանալով ավելորդ անգամ մեղքի բաժինը գծել հենց իրենց երիտասարդների ուսերին։ Եթերում մենք կարող ենք մեդիա նախագիծն է, իսկ այժմ հաղորդման մեր ամենասիրելի բաժիններից մեկը, որի մասին կպատմի Կարենը։ Հաղորդման այս հատվածում մենք կներկայացնենք հայ երիտասարդներին միջազգային եւ տեղական կազմակերպությունների կողմից ընձեռվող հնարավորությունները։ Դրանք իրենց բնույթով շատ բազմազան են, սկսած խորհրդատվականից մինչև միջազգային կրթական ծրագրեր։ Իսկ այս ամենի մասին ձեզ համար կպատմի Գագիկը։ Սիրելի ակնդիրներ, ուշադիր եղեք, քանզի վստահ ենք, որ տեսանյութում պատմվող հնարավորությունները ձեզ շատ կհետաքրքրեն։
Եվրոհանձնաժողովի կողմից ընձեռվող կրթական հնարավորություններից մեկն է Tempus ծրագիրը, որին ընդհանուր առմամբ մասնակցում են 50-ից ավելի, այդ թվում 27 Եվրամիության անդամ երկրներ։ Ծրագիրը միտված է մասնակից երկրների ակադեմիական անձնակազմի եւ ուսանողների միջև փորձի փոխանակմանը։ 1995 թվականից Tempus ծրագրի մեջ է ներգրավում նաեւ Հայաստանը։ Մինչև այժմ ծրագրով Եվրոպա մեկնել է շուրջ 500 հոգի, որոնց մեջ ավելի քան 4 տասնյակը կազմում են ուսանողները։ Tempus-ի շրջանակներում ընձեռվում են լայն հնարավորություններ, որ ծրագրից օգտվող դասախոսները կարողանան ծանոթանալ նոր մեթոդաբանության հետ, ստեղծեն ու կիրառեն նոր մոդուլներ։ Tempus-ը տալիս է հնարավորություն 1 ամսից մինչև 3 ամիս գնալ եւ սովորել կամ որևէ պրոյեկտների մեջ ընդգրկվել ուսանողներին, բայց դա ուսանողական, այսպես ասած, ծրագիր չի, դա ավելի շատ միտված է զարգացնել ունակությունները դասախոսական կազմում։ Եթե Tempus-ը հիմնականում նախատեսված է պրոֆեսորատ դասախոսական անձնակազմի համար, ապա Erasmus Mundus-ը շատ ավելի լայն շրջանակների համար է ստեղծում հնարավորություններ։ Ծրագիրն աջակցում է անհատ ուսանողներին, ակադեմիական անձնակազմերին, բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում ներգրաված կազմակերպություններին։ Այս ծրագիրը ևս ֆինանսավորվում է Եվրոհանձնաժողովի կողմից։ Ֆինանսավորում ասելով ի նկատի է առնվում ճանապարհածախսը, կրթաթոշակը եւ կեցության ծախսերը։ Ծրագիրը կազմված է 3 գործողություններից, action-ներից։ Դրանցից մեկը նախատեսում է մագիստրոսական եւ դոկտորական ծրագրեր, որոնց կարող են դիմել բոլորը, անկախ քաղաքացիությունից եւ բնակության վայրից։ Action 2-ը նախատեսում է համագործակցության ծրագրեր, ինչպես Եվրամիության անդամ, այնպես էլ ոչ անդամ երկրների միջև, եւ տրամադրում է կրթաթոշակներ բոլոր ակադեմիական մակարդակների համար՝ բակալավրիատ, մագիստրոսական, դոկտորական եւ հետդոկտորական։ Ունի 3 թիրախային խմբեր։ Առաջինը ծրագրի մասնակից համալսարանների ուսանողները եւ ակադեմիական անձնակազմն է, ովքեր կարող են դիմել բոլոր ակադեմիական մակարդակների ծրագրերին։ Երկրորդը այլ համալսարանների ուսանողներն են, ովքեր կարող են դիմել միայն բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրերին։ Իսկ երրորդ թիրախային խումբը փախստականներն են։ Երրորդ գործողությանը, action-ին, կարող են մասնակցել բարձրագույն կրթությամբ զբաղվող կազմակերպությունները։ Action 2-ը յուրահատուկ բան ունի, որ ինքը մի քանի անգամ կարող է բացվել։ Ուստի ուսանողները պետք է անընդհատ մտնեն Action 2-ի ծրագրերի կայքերը եւ նայեն, թե երբ իրենք կբացվեն, քանի որ հնարավոր է, որ տեղեր ազատ մնացած լինեն, իրենք նորից հայտարարեն մրցույթ։ Action 1-ով հնարավոր է դիմել նախատեսված կուրսերի ցանկից առավելագույնս 3-ին, իսկ Action 2-ով նախատեսված համալսարանների ցանկից առավելագույնս 2-ին։ Ակնկալվում է մեկ հնարավորություն 2013-ի տարեվերջին Action 1 եւ 2 ծրագրերով հաջորդ ակադեմիական տարում սովորելու համար։ Action 1-ով ուսանողները հնարավորություն են ստանում սովորելու նվազագույնը 2 համալսարանում, այսինքն եթե մագիստրատուրա ես ընտրել եւ անցել ես, 2 տարի պետք է սովորես, մի տարի սովորում ես մի եվրոպական համալսարան, օրինակ Իսպանիայում ես սովորում, երկրորդ տարին օրինակ սովորում ես չեխական որևէ մի համալսարանում։ Նշված ծրագրերը բավականին ճկուն են, որը լայն հնարավորություն է ստեղծում դիմորդների համար, հաշվի առնելով ինչպես տարիքը, այնպես էլ կրթական աստիճանը։ Սկսած 2004-ից Erasmus Mundus ծրագրից օգտվել է շուրջ 200 դիմորդ։ Erasmus Mundus-ի վեբկայքը հասանելի է եւ անգլերենով եւ հայերենով։ Անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես Tempus-ի, այնպես էլ Erasmus Mundus-ի մասին կարելի է ստանալ ինտերնետային կայքից։ Մեր Անդրանիկ հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Հուսով ենք, որ ձեզ դուր եկավ։ Մեր հաջորդ թողարկումներում եւս մենք կներկայանանք նոր եւ հետաքրքիր տեղեկատվությամբ։ Հիշեցնենք, որ մենք կարող ենք մեդիա նախագիծն իրականացնում է Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը Նորվեգիայի թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Սիրելի երիտասարդներ, հիշենք, որ ցանկացած խնդրի լուծման հարցում մենք երիտասարդներս ունենք մեծ ներուժ։ Կարող ենք հաղթահարել ցանկացած խոչընդոտ, եթե լինենք իրազեկ եւ պատրաստ փոփոխությունների։ Հիշենք Ուինստոն Չերչիլի խոսքերը. Երբ երիտասարդ էի, ուզում էի փոխել աշխարհը։ Հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը։ Երբ տարիքս առա, ընտանիքս էի փորձում բարեփոխել, սակայն միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի միայն ինքս ինձ։ Արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը։ Հետևիր մտքերի, դրանք բառեր են դառնում։ Հետևիր բառերի, դրանք դառնում են գործեր։ Հետևիր գործերի, դրանք դառնում են սովորություն։ Իսկ ես իմ կողմից ուզում եմ ավելացնել. հետևեք մենք կարող ենք մեդիա նախագծին, որպեսզի դա նույնպես ձեզ մոտ դառնա հաճելի սովորություն։ Ձեզ հետ Կարենը եւ Աննան էին։ Կհանդիպենք։ Առայժմ